Միսիոլոգիա 6-րդ դաս ժամանակակից միսիայի առանձնահատկությունները հիշենք ինչա միսիան դա բառը, որը նշանակում է առաքելություն, թարգմանաբար նշանակում է առաքելություն, բայց ընդունված է միսիոներ, միսիոլոգիան դա գիտություն է միսիայի մասին. Իսկ առաքելությունը մեր նախորդ դասերը չամփոփեմ, ուղղակի երկու բառով հիշեցնեմ, որ Տեր Հիսուսի հանձնարարությունն է յուրաքանչյուր իր աշակերտին։ Եթե մեկը իրեն համարում է Քրիստոսի աշակերտ, ինքը պիտի վերցնի այս հանձնարարությունը, որ դու որ լուսավորվել ես, դու որ փրկվել ես, դու որ գիտես փրկության ուղին, դու պիտի փոխանցես դա մյուսներին։ Եվ Տերը իր աշակերտներին հանձնարարեց Երուսաղեմում, այսինքն անմիջական քո բնակության վայրում, քո շրջապատում, Հրեաստանում մի քիչ ավելի լայն շրջանակ, Սամարիայում մի քիչ ավելի լայն եւ մինչեւ աշխարհի ծայրերը։ Եվ սա մեր հանձնարարությունն է, եւ այս հանձնարարությունը կոչվում է մեծ հանձնարարական, որ մենք պիտի մտածենք մյուսների փրկության մասին եւ այդ փրկությունը իրենց կյանքում գալու ուղին բարի լուրը, փրկության բարի լուրը, որը բարի լուր հենց ավետարան բառն է, բարի լուրը կամ ավետարանը փոխանցելն է ամբողջ աշխարհի մարդկանց։ Քո շրջապատում, քո շրջապատի ընդլայնված տարածքում, ավելի լայն տարածքում եւ մինչեւ աշխարհի ծայրը, նայած ով ինչի մեջ է կանչված։ Հիմա գանք այս փոխանցելու կերպին, մենք նախորդ դասերի մեջ անդրադարձել ենք դրան, որ բարի լուրը փոխանցելը ինքը իր մեջ հաղորդակցություն է ենթադրում, հաղորդակցություն, այսինքն եթե հիշում եք, այսպիսի օրինակ կար, որ ավետարանչությունը Տեր Հիսուսը նմանացնում է ձկնորսությանը կամ որսորդությանը։ Պատկերացրու, հիշում եք իմ օրինակը, որ մարդը մտնում է անտառ եւ սկսում է անկանոն կրակել տարբեր կողմեր, մտածելով, որ գոնե մեկին կկպնի։ Այդպես չի լինում որսորդությունը։ Այսինքն այնտեղ շատ առանձնահատկություններ կա, որ դու պիտի հասկանաս, ճանաչես, մոտենաս, հետո իմանաս ճիշտ կրակելու ժամանակը։ Այդպես էլ ավետարանչությունն է, որ պիտի դու հասկանաս, ավետարանչությունը հաղորդակցություն է։ Չպիտի մարդը ավետարան խոսա այսպես, ես ասեցի, կուզես լսի, կուզես գնա դժոխք։ Դա մոտավորապես կամ չգիտեմ, մարդիկ մտածում են, որ ավելի շատ իրանց վրա բեռից ազատվեն, ավելի շատ մտածում են իրենց մասին, ես ասեմ, որ հետո Աստծո առաջ կանգնեմ, Աստված ինձ չհանդիմանի, քան թե մտածում են դիմացինի մասին, իսկ ինքը հասկացավ ինչ ես ասում։ Իսկ դու, հիշում եք Պողոս առաքյալը մշակութային կերպով ընկալելի ավետարան պիտի փոխանցես։ Պողոսի քարոզը Աթենքում մենք անդրադարձել ենք, ուսումնասիրեց, հասկացավ ու այն լեզվով խոսեց, այն բառապաշարով խոսեց, որ ընկալելի լիներ։ Ուրեմն ավետարանչությունը հաղորդակցություն է, իսկ հաղորդակցությունը ենթադրում է հետևյալ 4 տարրերը։ Առաջինը ուղերձը, ինչ ես դու փոխանցում, ուղերձը չի փոխվում սիրելիներ, փրկության ավետարանը, փրկության բարի լուրը նույնն է, չի փոխվում ժամանակի ընթացքում, չի փոխվում մշակույթների մեջ։ Տեր Հիսուսը ասում էր ապաշխարեք, որովհետև մոտեցել է երկնքի արքայությունը, ապաշխարեք, այսինքն հավատացեք, ձեր մտածելակերպը փոխեք, հավատացեք խոսքին, Քրիստոս մեր մեղքերի համար վճարեց, որպեսզի մենք նրան հավատալով փրկություն ունենանք, հավիտենական կյանքի պարգևը ընդունենք։ Եվ շատ կարևոր է, որպեսզի մենք հասկանանք Քրիստոսի մահը, իր մահվան արդյունքում մեր ներվելը, Աստծո ընտանիքին որդեգրվելը, Քրիստոսի հարությունը, մեր արդարացումը եւ իր օգնությունը, հարություն առած Քրիստոս մեր կողքին է, որպեսզի մեզ օգնի, որ մենք այս կյանքը ապրենք։ Ահա, եթե ավետարանը փորձենք ամփոփել, հիշում եք երկրորդ Պետրոս, թե առաջին Պետրոս, չեմ գրել իմ մոտ, կարծեմ առաջին Պետրոս 2:24-ն է դա,
նա մեր մեղքերը իր մարմնով խաչափայտի վրա բարձրացրեց, որպեսզի մենք մեղքերից հեռանալով արդարության համար ապրենք։ Ահա ավետարանը իր բաժինը, որ արել է, մեր բաժինը, որ մենք պիտի անենք։ Ուղերձը չի փոխվում։ Հիմա գանք երկրորդ տարը հաղորդակցության, ուղերձը նույնն է, կարա տարբեր լեզուներով, տարբեր կերպերով, տարբեր օրինակներով, բայց ուղերձի էությունը պիտի մնա խաչը, խաչի զոհը եւ խաչի զոհով մեր փրկությունը ու մեր հավատքի արձագանքը Քրիստոսին, իր արած գործին եւ իր ուսուցումներին։ Երկրորդը փոխանցողն է։ Ովքեր են այդ ուղերձը փոխանցողները։ Եվ մենք պիտի հասկանանք, որ դա ինչ որ մարդ չպիտի անի, դա պիտի անի Քրիստոսի աշակերտը, դա պիտի անես դու։ Եվ ինչպես այն ժամանակ, ինչպես առաքյալների ժամանակ, այնպես էլ այսօր, ուղերձը փոխանցողները պիտի լինեն անձը ուրացած մարդիկ։ Որովհետև եթե դու անձը ուրացած չես, եւ գնում ես ինչ որ մեկին ասում ես հավատա Քրիստոսին, ապաշխարի ապրի, ինքը կարա իր մտքում ասի, իսկ դու ինչու չես ապրում։ Իսկ դու ինչու չես ապրում։ Եթե դա այդքան լավ բան է, հասկանում եք, չի հավատա քեզ։ Ինքը պիտի տեսնի անձը ուրացած, խաչը վերցրած Քրիստոսի ոտնահետքերով քայլող մեկին, որպեսի հավատա։ Անկամ եթե այդ պահին մերժի, ավետարանչությունը սա է։ Ես շատ անգամ եմ վկայել իմ փորձառությունը, երբ որ ես էի որ հավատացյալ չէի, որ անհավատության մեջ էի ապրում, այսինքն իմ պատկերացրած հավատքի մեջ էի ապրում, ինձ ավետարանեցին, եւ ես անգամ հիշում եմ, որ իրանք շատ տեղեկություն չունեին, շատ բան չգիտեին, ես իրենց աչքերի մեջ սեր տեսա։ Ես իրենց ցավեցրեցի իմ խոսքերով, իրենք ինձ բժշկեցին իրանց խոսքերով։ Ես տեսա անձ ուրացած մարդ, որը իմ վիրավորանքից չի վիրավորվում, ուղղակի ժպտում է, ինձ ասում է դու չես ճանաչում Հիսուսին, դրա համար ես այդպես խոսում։ Մենք քոչապ գիտելիք չունենք, բայց որովհետև ես Աստվածաշունչը կարդացել էի, բայց մի բան գիտենք, մենք հանդիպել ենք իրան եւ կուզենք դու էլ հանդիպես։ Եվ ես հասկացա, որ այս մարդիկ աշխարհի պես չարձագանքեցին, աշխարհին, որ դու ճնշում ես, ինքն էլ քեզ է ճնշում։ Ու տեսա անձուրացած մարդ։ Եվ դեմքն էլ չեմ հիշում, այդ անձանց երկու հոգի էին, դեմքն էլ չեմ հիշում, անգամ խոսքերն էլ այդպես չեմ հիշում, բայց տպավորությունը հիշում եմ։ Եվ երբ որ ես որոշում եի կայացնում ապաշխարեմ, թե ոչ, Սուրբ Հոգին ինձ հիշացրեց իրանց եւ ես ասացի, եթե հավատացյալ լինել իրանց նման լինելա, ես ուզում եմ դառնալ հավատացյալ։ Ուղերձը, փոխանցողը շատ կարևոր է։ Միջոցը ինչպես ենք փոխանցում, իրականում մենք սրա մասին ենք խոսելու, միջոցի մասին ենք խոսելու եւ ընդունողը։ Ասեմ ձեզ, որ ընդունողն էլ չի փոխվել, հաղորդակցությունը սա է։ Ուղերձը կամ փոխանցողը, ուղերձը, միջոցը փոխանցման եւ ընդունողը։ Բանակում ծառայած ժամանակ, որ կապ եք տալիս, ասում եք, չգիտեմ, բազե, ես արծիվն եմ։ Պիտի այնտեղից արձագանքի, որ կապը հաստատվի։ Ասի լսում եմ։ Հիմա եւ հաղորդակցությունը հենց սա է, որ դու ոչ միայն ասում ես, այլ դու այնպես ես ասում, որ այնտեղից հետադարձ կապ հաստատվի։ Հասկանաս մարդը հասկացավ, չհասկացավ։ Ընկալեց, չընկալեց քո ասածը։ Եվ այս հաղորդակցությունը մենք պիտի ունենանք եւ շատ կարեւոր է հասկանալ, որ մենք խոսում ենք ժամանակակից միսիայի առանձնահատկությունների մասին ու ասենք, որ ոչ ուղերձն է փոխվել, ոչ փոխանցողները, ոչ էլ ընդունողը, որտեղ մարդիկ նույն կարիքի մեջ լինող մարդիկ են։ Նույն կերպով, ինչպես Քրիստոսի ժամանակներում, աշակերտների ժամանակներում, իրենք կարիքի մեջ էին, հոգևոր կարիքի մեջ։ Հոգևոր կարիքը գիտեք որն է, որ Աստվածաշնչում գրված է, որ ստրկության մեջ էին, խավարի ստրկության մեջ։ Եվ այսօր կարիք ունեն այդ ստրկությունից ազատվելու, ինչ եք կարծում 21-րդ դարում փոխվել է, խավարի ստրկության միջոցներ չի փոխվել։ Ինչպես այն ժամանակ մարդիկ
հոգեբանական խնդիրներ ունեին, վախեր ունեին, մեղքի կապանքների տակ էին, խավարի մեջ էին նստած, նույնը այսօր տեխնոլոգիաները զարգացել են, բայց մարդը չի փոխվել։ Եվ ինչպես ասացի, կարիք կա անձուրացած մարդկանց, նույն Քրիստոսի աշակերտների, ինչպես պահանջները այն ժամանակ էր, ես իմ մոտ գրել եմ Ղուկաս 9-րդ գլխի 23-ից 26 խոսքերը, Տերը ասում է, եթե մեկ ուզում է իմ հետևից գալ, թող իր անձն ուրանա, ամեն օր իր խաչն առնի ու իմ հետևից գա, որովհետև ով ցանկանա իր անձը փրկել, այն կկորցնի, իսկ ով ինձ համար իր անձը կորցնի, նա այն կփրկի, քանի որ մարդուն ինչ օգուտ է, որ այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի կամ վնասվի, որովհետև ով ինձ եւ իմ խոսքերը ամոթ համարի, ինչ որ մի վիճավայրում դու մտնում ես ու Սուրբ Հոգին ասում է հիմա վկայես մարդկանց, ես քեզ հատուկ եմ բերել այստեղ, որ այս մարդկանց վկայես, եւ դու համաչում ես, մի համաչեք սիրելիներ, հանգիստ, ոչ տարօրինակ, այսինքն դուք Սուրբ Հոգուց իմաստություն խնդրեք, որ տարօրինակ կերպով չներկայացնեք, որ այդտեղ մարդիկ չմտածեն ես սովեր, ասում են, հո կանգնում ես մի պահ ու սկսում ես, Տերը ինձ ասել է, տենց չէ։ Եթե Տերը ասի տենց արա իհարկե, բայց մի քեզ չափանիշ վերցրա, այլ մտածի, ես միշտ ասում եմ, տուր ինձ իմաստություն, որ ես այնպես ասեմ, որ իրենց համար տարօրինակ չլինի դա եւ մտածեն իրանք սրա մասին։ Եվ երբ որ ես աղոթք եմ անում, Աստված պատասխանում է եւ անգամ եղել է դեպք, որ դիմացինն է խոսակցությունը բացել իմ աղոթքից հետո, այսպես մտքիս մեջ աղոթում եմ։ Եվ միշտ հիշեք, Սուրբ Հոգու դերը շատ կարևոր է, եւ Սուրբ Հոգին պատրաստում է սրտերը մարդկանց, եւ Սուրբ Հոգին իրավիճակներ է տալիս, եւ Սուրբ Հոգին քեզ է խոսքեր տալիս, երբ որ քո խոսելու ժամանակն է, ասում է՝ մի անհանգստացեք, ինչ պիտի խոսակ, որ գա ժամանակը, Սուրբ Հոգին ձեր շուրթերին խոսքեր կդնի։ Մի անհանգստացեք, ուղղակի դուք աղոթք արեք եւ ամոթ մի համարեք, որովհետեւ Տերը ասում է՝ ես էլ ձեզ ամոթ կհամարեմ այն օրը, եթե դուք իմ անունի համար ամաչեք։ Ուրեմն չի փոխվել ուղերձը, չի փոխվել փոխանցողը, չի փոխվել ընդունողը, բայց փոխվել է միջոցը։ Եվ մենք այսօր ժամանակակից աշխարհում Քրիստոսի փրկության ուղերձը բարի լուրը փոխանցելու շատ ավելի մեծ հնարավորություններ ունենք, քան առաջին դարի քրիստոնյաները, քան անգամ մեկ դար առաջ, շատ ավելի հասանելի է մեզ աշխարհը։ Եվ այո, ինտերնետը մեծ դեր է խաղում, բայց ոչ միայն ինտերնետը։ Նայեք, մեր հաղորդակցությունները, մեր աշխարհից աշխարհ ճամփորդելու հնարավորությունը, Պողոս առաքյալի ճամփորդությունները, իր միսիոներական ճամփորդությունները, եթե հաշվենք, տարիներ էր տևում։ Մենք կարանք մի քանի շաբաթում այցելենք այն վայրերը, որտեղ Պողոսի համար տարիներ էր պետք, որ ինքը գնար։ Սա պիտի ուշադիր լինենք, որովհետև սա չի նշանակում, որ մենք կարանք, եթե ինքը 6 ամիս մնում էր մի վայրում ու եկեղեցի էր հիմնում, մենք կարանք դա անենք 2 օրում։ Ոչ, ընդամենը մենք կարանք արագ ճամփորդենք, մենք կարանք արագ կապ հաստատենք, խոսքը հասանելի դարձնենք այն մարդկանց, օրինակ ինտերնետը հնարավորություն է տալիս խոսքը հասանելի դարձնել այնպիսի մարդկանց, որոնց մենք չէինք էլ կարող երազել, որ կհասնենք խոսքով։ Օրինակ հիմա կարանք մենք, չգիտեմ, մի հատ Facebook-յան էջ բացենք արաբական երկրներից մեկում, գովազդ դնենք, եթե այդ պետությունը չարքելի մեր էջը, չարքելա փակի, մենք կարանք այդ գումար վճարենք եւ այնպես անենք, որ օրական 10,000 հոգի տեսնի այդ գովազդը։ Ընդամենը գումար ես վճարում, բայց քո ուզած քաղաքում, դա էլ է հնարավորություն տալիս, քո ուզած քաղաքում կամ քո ուզած մարզում կամ քո ուզած երկրում դու կարողանում ես վճարելով ինչ-որ գումար, բարի լուրը հասանելի դարձնել, ասենք 10,000 հոգու կամ 100,000 հոգու, նայած ինչքան գումար ես ներդնում։ Ասեք, որ նման հնարավորություն չի եղել նախկինում։ Եվ մենք այսօր
Ես հավատում եմ, որ Տեր Հիսուսը ասեց, երբ որ ամբողջ աշխարհով ավետարանը կքարոզվի, այն ժամանակ կգա մարդու որդու վերադարձի օրերը, այսինքն այն ժամանակ ես կվերադառնամ։ Եվ մենք շատ մոտենում ենք այն ժամանակներին, երբ որ աշխարհում այդպիսի վայր չի լինելու, որտեղ չհասնի ավետարանը, եւ այդպիսի լեզու չի լինելու, որով հասանելի չլինի ավետարանը։ Մենք մոտենում ենք այդ օրվան եւ շատ արագ ենք մոտենում։ Եթե դուք նայեք, թե ինչպես է, որ վերջին, ասենք 500 տարում Աստվածաշունչը, այսպես թարգմանության, թե քանի լեզվով է թարգմանվել, հասել է մեր ժամանակները, ու այդ կորը ինքը հիմա այսպես սրընթաց կերպով վերև է բարձրանում։ Վերջին, ասենք 50 տարին, եթե վերցնենք վերջին 500 տարվա համեմատ, ինքը այսպես վերև է բարձրանում։ Մենք դեռ ահագին բան ունենք անելու, բայց տեմպերը շատ արագացել է։ Եվ ինտերնետը մեծ հնարավորություններ է տալիս։ Ես այդքան, գիտեք, այդքան կողմնակից չեմ արհեստական բանականության, այսպես որպես խորհրդատու ընկեր կիրառությանը, բայց ասեմ ձեզ, որ արհեստական բանականությունը հրաշալի գործիք է։ Հրաշալի գործիք։ Երբ որ դու իրան չես ընդունում որպես քեզ բժիշկ, խորհրդատու կամ հոգեբան կամ հովիվ, հոգևոր հարցերով հարցեր տաս ու հոգևոր խորհուրդներ ստանաս, կամ ինչ-որ Սուրբ Հոգու ստեղծագործության շնորհը փոխարինես արհեստական բանականությամբ, այլ իրան վերցնում ես որպես գործիք։ Դու գիտեք հիմա, որ այսպես խոսում եմ, արաբերենից խոսեցինք, արհեստական բանականությունը կարա միանգամից այս քարոզը դարձնի արաբերեն, իմ ձայնով։ Ինչպիսի է հնարավորություն, եթե արաբերեն, ընդհանրապես մենք կարանք աշխարհի հարյուրավոր լեզուներով, եթե հատուկ ծառայություն լինի։ Մենք չեմ կարծում հարյուրավոր լեզուներով մենք կարողանանք դա անել, բայց օրինակ թիրախային որոշակի լեզուներ վերցնենք եւ ինչ որ ավետարանչական, ոչ միայն իմ, այլ օրինակ աշխարհարչակ, չգիտեմ, ազդեցիկ վկայություններ։ Եթե ժամանակին դրա, ասենք, թարգմանության, ձայնագրման համար պետք էր մի քանի շաբաթ ու մի քանի հոգի աշխատանք, հիմա դա կարելի անել մի քանի րոպեում, ընդհանրապես վճարելով որոշակի բաժանորդային գումար։ Էլի եկանք ֆինանսին։ Եվ ես ֆինանսի մասին հատուկ գրել եմ այստեղ, կխոսեմ, բայց մեր ժամանակները մեծ հնարավորությունների ժամանակներ են։ Ընդհանրապես պետքա վառված, բոցավառ սիրտ ունենալ Քրիստոսի բարի լուրը մարդկանց հասցնելու համար։ Պետքա անձը ուրացած, խաչը վերցրած ու Քրիստոսի հետքերով գնացող, Քրիստոսի հետևից գնացող մարդկանց բանակ, որոնք կարևորում են սա, որոնք ժամանակ ունեն դրա համար, որոնք պատրաստ են թողնելու, գիտեք, միսիան, առաքելությունը առանց թողնելու չի լինում։ Հիշում եք Պետրոսը ինչ ասեց, որ Տերը ասեց, օրինակ այն հարուստը, որ գնաց, չուզեց թողներ որոշակի բաներ ու դառնար Քրիստոսի աշակերտը, հարուստ երիտասարդը։ Պետրոսը ասեց, մենք հիմա թողել ենք այս ամենը, մեզ ինչ է լինելու։ Եվ Տերը ասեց, հարյուրապատիկն է լինելու։ Հարյուրապատիկը եւ երկնքի արքայության մեջ օրհնյալ մարդիկ եք լինելու։ Մեծ վարձքի եք արժանանալու, որովհետև հանուն ինձ թողել եք։ Այսօրվա մեր քրիստոնեության խնդիրը սա է, մարդը անգամ իր բնավորությունը չի ուզում թողնի։ Իր մեղքի կապանքները չի ուզում թողնի, էլ ուր մնաց իր հարմարավետությունը թողնի, որպեսզի Քրիստոսի գործը կատարի, բայց ես մի բան ասեմ, եթե մենք չթողնենք, եթե մենք իր շահը մեր սեփական շահից բարձր չդնենք, մենք չենք կարող իրեն ծառայել։ Եթե դա հենց անձը ուրանալն է։ Եթե մենք մեր անձը չուրանանք, մենք չենք կարող իրան ծառայել։ Եթե մենք խաչը չվերցնենք, խաչը վերցնելը դա վտանգներին պատրաստ լինելն է։ Խաչը մահվան խորհրդանիշն էր։ Մենք մեր խաչը պիտի վերցնենք։ Եթե մենք մեր խաչը չենք վերցնում, մենք քրիստոնյաներ ենք, ծառայում ենք, անգամ եկեղեցի ենք գալիս, անգամ որոշակի բաներ կարանք խոսանք, ծառայենք, էս անենք, այն անենք, բայց եկեղեցու հիմնական առաքելությունը մեծ հանձնարարականն է, բարի լուրը մարդկանց փոխանցելը, փրկության բարի լուրը, որովհետև ամենամեծ կարիքը,
ոչ ֆինանսներն է, ոչ հարաբերությունները, սրանք ոչ վախերն ու տագնապները, ամենամեծ կարիքը մարդկության դա փրկությունն է։ Եվ եկեղեցու համար մեկ առաջնահերթությունը պիտի լինի փրկության բարի լուրը այս կորսվող աշխարհին փոխանցելը։ Շատ հետաքրքիր խոսք է ասում Պողոս առաքյալը առաջին Կորինթացիս 9:16-ում, ասում է վայ ինձ, եթե ես ավետարանը չքարոզեմ։ Վայ ինձ։ Գիտեք, մենք պիտի ժամանակակից եկեղեցին սրա կարիք ունի։ Արդյոք մենք այս մոտեցումը ունենք։ Ես գիտեմ, որ ամեն մեկը քարոզող չի, բայց ամեն մեկը մարմնի անդամ լինելով պիտի նպաստի դրան։ Դու քո փոքրիկ նպաստը պիտի ունենաս։ Կարաս ասես վայը դի անեցքի նման մի բան է։ Վայ, կա երանի, կա վայ Աստվածաշնչում։ Երանին օրհնությունն է, վայ անեցքն է։ Եվ Պողոս առաքյալն ասում է վայ ինձ, եթե ես ավետարանը չքարոզեմ։ Սա իմ պարտավորությունն է։ Իմ կյանքի իմաստն է, որովհետև ինքը հանդիպել էր Քրիստոսին, ինքը հանդիպել էր Քրիստոսին, ով իրան փրկել էր։ Գիտեք ով էր Պողոս առաքյալը։ Բավականին ազդեցիկ պաշտոնյա, հրեաների մեջ անունով մարդ, լավագույն կրթություն ստացած, քահանայապետների մտերիմ, որ անձամբ քահանայապետի ստորագրությամբ թուղթ էր վերցնում եւ գնում էր քրիստոնյաներին հալածելու։ Եվ երբ որ հանդիպեց Քրիստոսին, Տերը ասեց, ես եկել եմ, որ քեզ փրկեմ։ Հիշում եք Անանիային ինչ ասում, Անանիան վախում էր իրանից, որ ասեց գնա աղոթի, որովհետև կուրացել էր։ Անանիային ասում է, ինքը իմ համար ընտիրանոթ է, որ ես ընտրել եմ, որ շատ ազգեր, հեթանոսներ իր միջոցով ապաշխարության գան։ Կարող ենք մենք ասել, վայ ինձ, եթե ես չմասնակցեմ բարի լուրի տարածման գործին, վայ ինձ, եթե ես իմ կյանքի առաջնահերթությունը չդարձնեմ մյուսների փրկությունը, որովհետև ես փրկվել եմ, ես նրա սերը ճաշակել եմ, ես նրա ներումը ճաշակել եմ, ես իմ դատարկությունը լցվել է իրանով, եւ իր սերն է լցվել այստեղ, եւ որ այս սերը գալիս է, ես սկսում եմ սիրել մյուս մարդկանց եւ տեսնում եմ իրան գնում են կործանման։ Որ բղավենք, մի հատ լավ բարձրախոս դնենք Երևանի փողոցներում, Հայաստանի տարբեր քաղաքներում, ասում ենք մարդիկ, դուք գնում եք կործանման, ապաշխարեք, գուցե ոչ ոք չլսի, ասի, ես ինչ նորարարություն են արել։ Դրա համար ուղերձը փոխանցելու միջոցներ կան։ Ու մենք պիտի աղոթենք, Աստվածաշունչը ասում է, ով իմաստության պակաս ունի, թող խնդրի, եւ Տերը կտա այդ իմաստությունը։ Այն ես հիմա անկեղծ ասում եմ ձեզ, այն ինչ գործում էր 5 տարի առաջ, այսօր չի գործում։ Կամ այդքան արդյունավետ կերպով չի գործում։ Բայց աշխարհը շատ արագ է փոխվում, բայց հաստատ, եթե մենք խնդրենք, այս աշխարհի ամենաիմաստուն անձնավորությունը ինքը մեզ տալու է իմաստություն։ Իսկ այս փոխված աշխարհում ոնց անենք, որ մեր ուղերձը հասնի ընդունողին, հիշում եք, ուղերձը, փոխանցողը, միջոցը, ընդունողը։ Եվ մենք հետադարձ կապ հաստատենք, մի հատ էլ տեսնենք ինքը ընդունեց, ընկալեց, չեմ ասում ապաշխարեց թե ոչ, ընկալեց ուղերձը, թե չընկալեց։ Կարասի շատ լավ հասկացա, ես չեմ հավատում։ Բայց հասկացավ։ Բայց դու իր համար վստահելի ես։ Երբ որ ինձ ավետարանեցին, ես ասեցի, հասկացա ամեն ինչ, հաջողություն, ես չեմ ընդունում ձեր ասածը։ Բայց այնպես էին ասել ինձ, որ սերմ ընկել էր այստեղ։ Հիմա ինչ ասեցի, դա չի կարևոր։ Սերմն էր ընկել այստեղ, հաղորդակցությունը տեղի էր ունեցել։ Կապը տվել էինք։ Ընդունեցիք, վերջում ոնց եք ասում, ընդունված է, ինչ, կապի հաստատում, դա նշանակում է ընդունված է, լավ, ասեցինք, վերջացրեցինք, վերջում ինչ-որ մի բառ ենք ասում, որ այո, ամբողջը, մանավանդ ռազմի դաշտում, սա շատ կարևոր է, որ ճիշտ հասկացար, այո, ճիշտ հասկացա, պետք է ևս մեկ անգամ կրկնեմ, չէ, ամեն ինչ հասկացել եմ և կրկնում եմ, որ հասկացել եմ, վերջ, կապի ավարտ, գնում ենք ուրիշ ավետարանչության։ Ժամանակակից աշխարհում փոխվել է
միջոցը փոխանցման եւ փոխվել է շատ դրական առումով, շատ ավելի մեծ հնարավորություններ կան, քան 50 տարի առաջ, քան 100 տարի առաջ, առավել եւս քան 2000 տարի առաջ։ Եվ մենք հիշում եք այս խոսքերը, ում շատ է տրված, շատ է պահանջվելու։ Սիրելիներ, մեզ շատ է տրված։ Մեզ շատ է տրված։ Եվ մեզանից շատ է պահանջվելու։ Հռոմեացիս 1:16-ում գրված է Պողոս առաքյալի խոսքերը կրկին. ես ավետարանը ամոթ չեմ համարում, քանի որ Աստծու զորությունն է ամեն հավատացյալի կամ ամեն հավատացողի, ճիշտ թարգմանությամբ, փրկության համար։ Ես ավետարանը ամոթ չեմ համարում։ Մենք պիտի ուշադիր լինենք, որպեսզի հիշենք մշակույթը, որտեղ հաղորդակցությունը պիտի լինի մշակութային հաղորդակցություն, մենք չպիտի մի կողմ դնենք Աստվածաշնչի մշակույթը, այստեղ կա 3 մշակույթ, Աստվածաշնչի մշակույթը, որ մենք պիտի պահենք, խոսողի մշակույթը եւ ընդունողի մշակույթը, որ մենք պիտի համադրենք այս երկուսը, բայց կենտրոնում պիտի թողնենք Աստվածաշնչի մշակույթը։ Իհարկե, երբ որ խոսում եմ ժամանակակից միսիաների մասին, սա չի նշանակում, որ հին մեթոդները չեն գործում, գործում են։ Բայց մենք պիտի արդյունավետություն ավելացնենք նոր մեթոդներ բերելով նաև։ Այսինքն նորի գալը չի նշանակում հինի չեղարկում։ Հին մեթոդներից Տեր Հիսուսը եկավ ջրհորի մոտ, մի կին էր եւ սկսեց հոգու պարգևը գործեց, գիտության խոսքի պարգևը գործեց, ինքը իմացավ ով է, շատ կարևոր է հոգու պարգևներով ծառայելը եւ իմացավ ով է եւ խոսեց եւ այդ կինը ապաշխարեց, հերիք չապաշխարեց, այնքան տպավորված էր, գնաց Սամարիա քաղաքներ, դա գնաց Սամարիայի քաղաքի մեջ շատերին ասեց, եկեք տեսեք ում եմ գտել։ Եվ մարդիկ էլ եկան ու սկսեցին զրուցել Տեր Հիսուսի հետ եւ ասացին այդ կնոջը, այլևս քո ասածով չի որ հավատում ենք, մենք տեսանք, մենք անձամբ ճանաչեցինք եւ հավատում ենք։ Տեսեք ինչ եղավ մեկ ապաշխարողով։ Եվ արդյոք մենք ասում ենք, որ հիմա ժամանակակից տեխնոլոգիաները կան, մեկ առ մեկ դեմ առ դեմ ավետարանչությունը արդեն չենք անում, կենտրոնանում ենք ինտերնետային ավետարանչության վրա, իհարկե ոչ։ Եվ մեր եկեղեցուց կարող եմ ասել, որ ամենաարդյունավետը դա ընկեր, բարեկամ, փոխված կյանքի վկայություն այս կապն է, որ մարդու կյանքը փոխվում է, իր շրջապատի մարդիկ հետաքրքրված են ինչու փոխվեց, ինչ եղավ որ փոխվեց։ Ու երբ որ այս մարդը չի ամաչում ավետարանը քարոզելուց, հանդիպումներ է կազմակերպում, հրավիրում է, չգիտեմ, ծնունդին, հոգևոր մարդկանց եւ իր բարեկամներին եւ զրույցները այնպես է անում, որ կամ ճամբար է հրավիրում ճամբարներին երիտասարդական կամ ինչ որ մենք վերջերս արեցինք, որ մեկ օրով գնացինք Ծաղկաձոր, շատ արդյունավետ եւ ամեն մեկը իր դեռ ոչ հավատացյալ բարեկամին հրավիրել էր ահագին մարդ, մի 20 հոգի մարդիկ են եկել, որոնք եկեղեցի չէին եկել երբևէ։ Եվ այնտեղ այնքան լավ հաղորդակցություն ստացվեց։ Եվ անձնական շփման մեջ հաղորդակցություն եղավ եւ ավետարանի փոխանցումը եղավ։ Մենք շարունակում ենք օգտվել բոլոր ավանդական մոտեցումներից, բայց նաև ուշադրություն պիտի դարձնենք մեր ժամանակների ընձեռած հնարավորություններին։ Մի շատ կարևոր խոսք կա, որ իմ հովվից եմ սովորել եւ շատ հավանում եմ այս խոսքը եւ շատ ճշմարիտ խոսք է։ Ռուբիկ եղբայրը մի առիթով ասեց՝ նայեք եկեղեցու ֆինանսների ծախսը եւ կտեսնեք այդ եկեղեցու առաջնահերթությունները։ Նույնը մեզ մարդկանց է վերաբերում, տեսեք մարդկանց ֆինանսների ծախսը եւ կտեսնեք կամ տեսեք ցանկացած կազմակերպության ֆինանսների ծախսը, որ ինչի վրա է շատ գումար, որտեղ է, եւ կտեսնեք իր առաջնահերթությունը։ Ես հավատում եմ, եթե մենք սա հասկանանք եւ ավետարանչությունը, տեսեք, ասացի, փող ենք դնում, զուտ վճարում ես եւ կարաս հասնես տասնյակ ու 100 հազարավորների։ Իհարկե պիտի լինի լավ բովանդակություն, գրավիչ, վկայություններ, մարդիկ սիրում են վկայություններ, եւ Տեր Հիսուսը, որ աշակերտներին ուղարկեց, մինչեւ աշխարհի ծայրերը ասեց՝ իմ վկաները կլինեք։
Մի գնացեք փորձեք մարդկանց բոլոր հարցերին պատասխանել, ուղղակի պատմեք Քրիստոս ինչ արել ձեր կյանքում։ Եթե ունեք մեկ պատասխանված աղոթք, կիսվեք այդ պատասխանված աղոթքով եւ ասեք դու էլ աղոթի քեզ էլ կպատասխանի։ Դու էլ իրան Տեր ընդունի։ Ինքը քեզ էլ կպատասխանի։ Ոնց ինձ է պատասխանել։ Այդպես չի որ ինձ քեզանից շատ է սիրում։ Ոնց ինձ է պատասխանել, այդպես քեզ է պատասխանելու։ Սա է վկայությունը։ Ու եթե այս ֆինանսների հանդեպ մտածելակերպը փոխվի եւ եկեղեցին իհարկե եկեղեցու շենքի ծախսեր կա, չգիտեմ, տարբեր ծախսեր կա, որ մենք պիտի անենք, բայց եկեղեցու բյուջեում կարևոր տող պիտի լինի ավետարանչությունը եւ եկեղեցիների հիմնում, որտեղ մեր հիմնական հանձնարարությունը դա է։ Իհարկե, օգնությունները, գթությունը, կարիքավորներին օգնելը պիտի լինի եկեղեցում, բայց դա չպիտի լինի հիմնականը։ Հիմնականը պիտի լինի մարդկանց փրկությունը։ Ես կարծում եմ, որ ժամանակակից աշխարհում բաց կա։ Տեսեք, մենք այս դասընթացը արել ենք եւ բաց կա կրթության, այս միսիոլոգիայի առումով կրթության բաց կա։ Համենայն դեպս անգլիա լեզու միջավայրում այդքան չկա այս բացը, որովհետև իրենք շատ դասընթացներ ունեն եւ երկրներ կան, օրինակ Ամերիկան, Հարավային Կորեան, հյուսիսային է ուզում ասել, հյուսիսային Կորեան ամենախիստ երկրներից մեկն է քրիստոնեության հալածանքների առումով, Հարավային Կորեան։ Եվ դուք կզարմանաք, երբ որ ես երրորդ երկիրը ասեմ, որ ըստ բնակչության ամենաշատ միսիոներներ ուղարկող երկրներն են Մոնղոլիան։ Իրենց բնակչության համեմատ ամենաշատ միսիոներներ ուղարկող 3 երկրներն են։ Ես սա գուցե մի քիչ հին տվյալ է, մի 10 տարվա տվյալ եմ ասում, որովհետև հստակ 2016 թվականին ես եղել եմ միսիոներական կոնֆերանսի Հարավային Կորեայում եւ այնտեղ ներկայացվեցին այս տվյալները, երկրորդ տեղում հենց Հարավային Կորեան էր, բայց ես զարմացա, որ ոչ թե բացարձակ թվով, այլ որքան բնակչություն կա երկրում եւ այդ բնակչության որ տոկոսն է միսիոներ, այսինքն որքանից որքանն է, անգամ եկեղեցիների քանակը չէ, զուտ երկրի քանակով։ Ու Մոնղոլիան շատ հետաքրքիր ձևով ես անգամ չգիտեի, որ Մոնղոլիայում այդպես եկեղեցի կա, բայց այնտեղ որտեղ քնում ենք իմ հարևանը երկրորդ հարկի, այսպես երկու հարկանի մահճակալներ էր Մոնղոլիայի եպիսկոպոսն էր։ Եվ մենք այնպիսի պատմություններ պատմեց, որ իմ համար բացահայտում էր Մոնղոլիայի եկեղեցին եւ թե ինչպիսի ավետարանչություն ու միսիոներություն են իրենք անում հենց հյուսիսային Կորեայում։ Որտեղ Մոնղոլիան ոնց որ մենք առանց վիզաների ռեժիմ ունենք, այդպես իրանք շատ հեշտ գնում են այնտեղ աշխատանքի եւ շատ նահատակներ, ինքը իր հովվի թաղման նկարները ցույց տվեց, որ այնտեղ որ ավետարանչության մեջ բռնում են, գնդակահարում են եւ իր հովվին այդպես գնդակահարել էին։ Սա մեր ժամանակակից միսիան է, սիրելիներ։ Եվ այո, մենք կրթության կարիք ունենք եւ իմ աչքերը բացվեցին, որ ես տեսա 4600 հոգանոց դահլիճը, որ տարբեր երկրներից եկել էին ու իրանք բոլորը միսիոներներ, մեծ մասը, չասեմ բոլորը, միսիոներներ էին ուրիշ երկրներում, իրանք պատմում էին ինչպես են, չգիտեմ, Սաուդյան Արաբիայում միսիոներություն անում, ինչպես են Աֆղանստանում միսիոներություն անում, ինչպես են Հյուսիսային Կորեայում միսիոներ, ինչպես են եկեղեցիներ հիմնադրում, գաղտնի եկեղեցիներ այդ երկրներում։ Մենք կարիք ունենք մաս կազմելու Քրիստոսի եկեղեցու այս շարժի, որը շարունակում է իր գործը։ Եվ մենք կարիք ունենք, որ հասկանանք, որ մենք հայերս, մեր ժամանակների, նաև իմ մոտ նշել եմ, մեր ժամանակների ընձեռած հնարավորություններից մեկն է, որ մենք սփռվել ենք ամբողջ աշխարհով մեկ։ Գիտեք, մեկ միսիոների համար, ասենք օրինակ Ամերիկայից միսիոներ են ուղարկում ինչ-որ X երկիր, իր ընտանիքի ծախսերը, իր կրթությունը, լեզուն պիտի սովորի,
մշակույթին պիտի հարմարվի, սրանք տարիներ ա տևում, մինչև այս միսիոները սկսում է շարժվել մի քիչ ու սկսում է այդ մշակույթի մեջ ընդունելի կերպով, տեսել եք մարդիկ, որ գալիս են ուզում են այստեղ խոսան, բոլորը ժպտում են իրանց վրա, որտեղ մեր մշակույթը չգիտեն։ Որպեսզի հարմարվեն ու սկսեն ավետարան քարոզել այնպիսի կերպով, որ ընկալելի լինի մյուսներին, դրան տարիներ ա պետք։ Ось պատկերացնում եք, մենք ոչ միայն աշխարհի գրեթե բոլոր երկրներում հայկական գաղութներ ունենք, համայնքներ ունենք, այլ այդ մարդիկ այնտեղ եկեղեցաշենքեր ունեն, ավետարանական եկեղեցիներ։ Այդ մարդիկ այնտեղ աշխատանք ունեն, լեզուն են խոսում։ Ոմանց երեխաները այդ տեղի ժողովուրդներից լավ են այդ լեզուն տիրապետում։ Պատրաստի եկեղեցական կառույցներ կա, հավատքի ընտանիքներ կա, եւ մենք մեծ հնարավորություն ունենք մեր սփյուռքը օգտագործելու որպես պատրաստի միսիոներներ։ Եվ գիտեք, մենակ հայերը չեն, որ սփյուռք ունեն։ Գիտեք, չինական եկեղեցին, չինական սփյուռքում ինչ գործունեություն է ծավալում։ Գիտեք, արաբական եկեղեցին արաբական սփյուռքում։ Այսօր աշխարհը գլոբալիզացիա է ենթարկվել եւ սփյուռք կա գրեթե բոլոր երկրներում։ Ռուսական եկեղեցիները, նայեք Ամերիկայում, ռուսական չասեմ, ռուսախոս, որովհետև ռուս-ուկրաինական եկեղեցիներ կան։ Բելարուսական եկեղեցիներ կան, որոնք հզոր գործ են կատարում։ Եվ այսօր փոխվել է միսիան։ Եթե առաջ զարգացած երկրներից ես չնշեցի, եթե մի 100, 200, 300 տարի հետ գնանք, Շվեյցարիան, Անգլիան, Հոլանդիան եղել են ամենաշատ միսիոներներ ուղարկող երկրներից մեկը, մի քիչ ավելի քիչ հետ գնանք, սկանդինավյան երկրները շատ միսիոներներ են ուղարկել։ Միջալոց ես ապաշխարել եմ այն մարդու շնորհիվ, ով ապաշխարել է Ֆինլանդիայից երկրաշարժի ժամանակ եկած միսիոների ավետարանչության շնորհիվ։ Ես միսիոների հոգևոր թորնիկ եմ։ Եվ ես այսպես իմ մեջ վառվում է այդ կրակը, եթե առաջ այնտեղից էին գալիս, հիմա արդեն փոխվել է ուղղությունը։ Հիմա պատկերացրեք աֆրիկական երկրներից շատ միսիոներներ են գնում այլ երկրներ։ Եվ փոխվել է աշխարհը, եւ փոխվել է հնարավորությունները։ Չի փոխվել մարդը, չի փոխվել պահանջը, չի փոխվել ուղերձը, աշակերտից պահանջը եւ այն ուղերձը, որ մենք պիտի փոխանցենք, եւ չի փոխվել ընդունողի կարիքը։ Մարդիկ կարիք ունեն Քրիստոսի։ Եվ մենք պիտի ուշադիր լինենք, որ եկեղեցու բոլոր անդամները ներգրաված լինեն միսիայի մեջ։ Գիտեք, կա բիզնեսը որպես միսիա հասկացություն, որ մարդիկ գնում են մի տեղ, անգամ մեր երկրում, ու մարդիկ ինչ-որ բիզնես են սովորեցնում հիմնել, բարիք են անում, հիշում եք, որ կարիքի գնահատում բաժինն ենք ասում, կարիք կա այսօր, օրինակ մեր երկրում կարիք կա։ Ես կարծում եմ գյուղերը այսօր սրտաբաց կընդունեն այն մարդկանց, որոնք կգնան իրենց գործի մեջ ավելի արդյունավետ, ավելի շահութաբեր կերպով կսովորեցնեն, ինչպես գործեն, որ ավելի շատ շահույթ ստանան, որովհետև գյուղերում կա սոցիալական խնդիր։ Սահմանամերձ վայրերում ինչ խնդիր կա, եւ հայտնվում են հոգևորներ, որոնք պատրաստ են ոչ միայն գնան ասեն ապաշխարեք, որովհետև մոտեցել է երկնքի արքայությունը, որ շատ լավ է, այլ իրանց գործով նպաստ բերեն այդ համայնքին, այդ մարդկանց, այդ ընտանիքներին։ Եվ մարդկանց սիրտը բացվում է, որ տեսնում է մեկը, որ իրան ուզում է օգնի, մարդկանց սիրտը բացվում է։ Կրթությունը, արվեստը, հոգեբանությունը, վերականգնողական կենտրոնները, սիրելիներ, այսօր ամենամեծ ես Ռուսաստանում, որ ճամփորդում եմ, մեծամասնությունը հովիվների, իմ տեսած հովիվների, ռուս հովիվների մեծամասնությունը, իրենք վերականգնողական կենտրոնների նախկին թմրամոլներ, նախկին խաղամոլներ, այսպիսի մարդիկ են, եւ վերականգնողական կենտրոնները մեծ առաքելություն են այսօր կատարում եկեղեցիներ հիմնելու առումով։ Մեր հարևան երկրները, պատկերացրեք մուսուլմանական երկրները, եթե մենք կարողանանք ծառայել իրենց այս առումով,
Մարդու համար, երբ որ մարդը հասնում է այնտեղ, որ իր երեխան կործանվում է, եւ ոչ ոք չի կարող օգնի, թմրամոլությունից ազատվելու, իր համար մեկը դու քրիստոնյա ես, մուսուլման ես, ինչ ես, ինքը ասում է իմ երեխան կործանվում է։ Եթե պիտի դառնա քրիստոնյա ու ինքը ազատվի այս մոլուցքից, այս ախտից, թող դառնա քրիստոնյա եւ շատ մարդիկ այսպես են ապաշխարում։ Տեսեք ինչպիսի հնարավորություններ, հեռավորությունը կարճացել է եւ մենք կարանք ծառայենք։ Կարծես իմ ժամանակը լրանում է։ Այո, համացանցով ավետարանչությունը, հոգևոր խնամքի աշակերտության ռազմավարությունները, այն ինչ որ մենք on-line ծառայություն ենք ասում, ինքը պիտի հստակ, արդյունավետ կերպով գործի եւ մենք դրանով կարանք հասնենք ազգերին։ Արդեն ասացի, որ մենք գոնե մեր եկեղեցին, մենակ մեր եկեղեցու համար չեմ ասում, բայց այսօր հնարավորություններ է տալիս մեր ժամանակակից աշխարհը, եւ մենք պիտի ֆինանս դնենք այդտեղ, եւ մենք պիտի աշխատակիցներ ունենանք, եւ մենք պիտի կամավորներ ունենանք, որովհետեւ մենակ աշխատակիցներով չի լինի, ու մենք պիտի նպատակ դնենք բարի լուրը ազգերին հասցնելու, սա է միսիան։ Սուրբ Հոգու դերի մասին խոսեցի արդեն, տեխնոլոգիաները երբեք չեն փոխարինում Սուրբ Հոգուն, եւ հոգով լցված, անգամ եթե դու ինտերնետով ես ավետարանչություն անում, հոգով լցված, հոգու պարգևներով եւ ամենակարևորը հոգու պտուղներով, որովհետեւ հոգով ես լցված եմ հոգով, ցույց տուր քո պտուղները, մենք իմանանք դու լցված ես հոգով թե ոչ։ Քո պտուղները խոսում են ուրիշ բանի մասին, աշխարհով ես լցված, աշխարհի մտածելակերպով ես լցված եւ ոչ թե Սուրբ Հոգով։ Հոգու պտուղներով լցված մարդիկ, հոգու պարգևներով գործող ծառայող մարդիկ, հոգու լեցունություն ունեցող մարդիկ, իրենք ինտերնետով լինեն, թե դեմ առ դեմ, իրենք ազդեցություն են թողում, աղի եւ լույսի ազդեցություն են թողնում եւ այս աշխարհը խավարի մեջ է նստած եւ այս աշխարհը կարիք ունի լույսի։ Եվ մենք պիտի դառնանք այս լույսը։ Այս լույսը չպիտի պահենք մեր ծոցում, այս լույսը պիտի հանենք, որ լուսավորի մարդկանց։ Տերը ասես դուք եք աշխարհի լույսը, դուք եք երկրի աղը։ Եվ վերջինը, որ պիտի զգուշացնեմ, նաև հնարավորությունները շատ են, որ այսօրվա ավետարանիչները ոչ թե ծովից կամ լճից ձուկ որսան, այլ շատերը փորձում են որսան ուրիշ եկեղեցիներից։ Մենք պիտի զգույշ լինենք սրանից, սիրելիներ։ Ամերիկայում ոչ միայն Ամերիկայում, զարգացած երկրներում շատ տարածված են մեգա եկեղեցիները, որոնք, ասենք, ես երբեք չեմ կարող պատկերացնել, ինչպես կարելի է 3 տարում, օրինակ, ունենալ 50,000 հոգանոց եկեղեցի։ Մի կերպ կա, եւ սա ես չեմ հորինել, ես չեմ ասում, սա փաստերն են ասում, որ այդ եկեղեցին, որ 3 տարում դառնում է 50,000 հոգի, ինքը հիմնականում ընդունում է, 90%-ով ընդունում է ուրիշ եկեղեցիներից եկած մարդկանց, որովհետեւ դառնում է գրավիչ եկեղեցի եւ ընդունում է։ Մեր գործը սա հիշենք։ Մեծ ու անունով եկեղեցի լինելը չի։ Մեր գործը ուրիշների դույլերից ձուկ որսալը չի։ Տերը մեզ չասեց, գնացեք մի հատ եկեղեցի հիմնեք, որ մնացած բոլոր եկեղեցիների հավատացյալները գան ձեր եկեղեցի, դուք լինեք ամենամեծ, այսպիսի հանձնարարություն մեզ չի տվել։ Աշխարհի մարդիկ փրկության կարիք ունեն։ Եվ մենք պիտի հասկանանք, որ ուրիշ եկեղեցիները քանդելով, եթե դու կառուցում ես, դու հնձելու ես այն, ինչ ցանում ես։ Եվ այսօր մեկը մյուսի հետևից այդ մեգա եկեղեցիները ուղղակի փլուզվում են, իրանց հետևից թողնելով ավերված հոգևոր ճակատագրեր։ Եվ այդ մարդիկ այլևս երկրորդ, երրորդ հիասթափությունից հետո էլ չեն ուզում հավատքի կյանքով ապրեն։ Ահա մեր ժամանակակից աշխարհի իրողությունները, որոնք առավելություններից մենք պիտի օգտվենք, վտանգներից զգուշանանք։ Եվ այսքանով ես ուզում եմ ավարտել
միսիոլոգիայի մեր դասընթացը հույս ունենալով, որ որ խոսեցի կրթության միսիաների հարցում կրթության բաց կա, այս մեր դասընթացը մի կաթիլ կլինի այդ ընդհանուր դույլի մեջ, որը կփորձի լրացնել այդ բացը։ Աղոթենք եւ Տիրոջ խոսքերը հիշենք, որ խոսքը միայն լսողներ չլինենք, այլ նաեւ կատարողներ։ Եկեք կանգնենք աղոթքի։ Շնորհակալ ենք Տեր։ Աղոթում եմ, հիմա իմ սրտի մեջ մեկ աղոթք կա Տեր, որ քո մեծ հանձնարարականի փափագով, կրակով բռնկես այս ուսուցումը լսող յուրաքանչյուրին եւ բացահայտես ամեն մեկին իր պարգևը եւ իր կանչվածությունը, իր կոչումը։ Մենք բոլորս ենք կանչված քո վկաները լինելու, քո վկայությունը մարդկանց տանելու, քո բարի, քո սիրող ողորմած բնույթը եւ նաեւ քո գործերը, որ արել ես որպես քո սիրո ապացույց, քո ուսուցումները եւ մեր կյանքում քո կատարած հրաշքները մարդկանց փոխանցենք։ Բայց աղոթում եմ Տեր, որ չափանիշը հիշենք, անձը ուրանալ, խաչը վերցնել եւ քո հետևից գալ։ Տուր, որ այս ուսուցումը լսող յուրաքանչյուր մեկի սրտում Սուրբ Հոգին բորբոքի ավետարանչության կրակը, միսիոներության կրակը, քո հանձնարարությունը հավատարիմ կերպով շարունակելու փափագը եւ թող այդ կրակը գնալով շատանա ու բռնկի իրենց շրջապատի մարդկանց եւ երբեք չմարի, որովհետեւ մենք գիտենք Տեր, որ վերջին անձրևը ավելի զորավոր է լինելու եւ վերջին հունձքը ավելի մեծ է լինելու, քան առաջինը։ Պատրաստիր քո եկեղեցին եւ պատրաստիր մեզ, որ հնազանդությամբ քո կամքը կատարողներ լինենք եւ քո անունը փառավորենք եւ շատերի փրկության միջոց, գործիք լինենք քո ձեռքերի մեջ։ Հանձնվում ենք քեզ։ Քեզ լինի ողջ փառքը, պատիվը եւ մեծարանքը Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։